հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես իմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ։ Հիմա դուք այդ հարցը հնչեցնելով, ընդամենը դուք եք ինձ փոխում վիրավորել, որովհետև այնինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն, կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի ես, եթե անհրաժեշտ համարեմ իրենց կարձականքին։ Դուք դա վիրավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիրավորելի դեր։ Եվ ես պիտի պարոնական լսեք, հարց եք տալիս պատասխանը այս դեպքում էլ նաև ինչ-որ չափում նաև ձեզ է վերաբերում, որտեղ դուք էլ այդ նման վիրավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի օրդորեմ, որ ձեր մնացեք, որտեղ այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեր մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտեմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը, եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս մի զուգահեռ խնդրում եմ, զուգահեռ մի խոսեք, ավարտեմ հետո էլի նորից արտահայտեք, հարց չկա, խնդրանքս, կարող եք խնդրանքս հարգել եւ չանել, կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է, ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում եմ, որ դուք հետ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք։ Պարոն Հովակիմյան, շատ ներողություն էլի, այդ որ դուք վիրավորվում եք, նախ այդ մանդատակով եւ ավելի վատ բաներ նախկինում Մուկուչյանին են ասել։ Երկրորդ սա վիրավորանք ընդհանրապես հանրության գնահատականն է, որ մենք փոխանցում ենք ակնկալելով ձեր արձագանքը։ Երբ որ դուք լրագրողական մասնագիտությունից եք խոսում ու մնացածի ոտնատակ կամ ես իմ ձեռքի տակ է հայտնվել մի գերություն Նիկոլ Փաշինյանի նամակը կարծեմ կալանավարից ուղղված հայկական ժամանակի տարբեր լրագրողների, այդ թվում ձեզ, հիմա բառացի չեմ հիշում, որ շատ փոքրում հերոսից մեջ կգտնեմ այդ գերությունը, որտեղ նաև ինքը ձեր հասցեներ բավականին կոշտ դիտողություններ անում, ձեր հասցեներ կոշտ գնահատականների, իմ կարծիքով վիրավորական գնահատականներ ընչեցնում, որ դուք բաց լրագրող եք եւ չեք կարողանում լավ հոդվածներ գրել, այնպես որ եկեք եթե ուզում ենք վերադառնալ անցյալը, անցյալում շատ հետաքրքիր բաներ դրվագներ կարելի է բանանել, փորձել գտնել։ Խնդրում լրագրողներին այդպես մի պիտակավորեք կամ թիրախավորեք, որ մենք վիրավորանքին փոխանցում։ Մենք փոխանցում ենք հանրության գնահատականը։ Մարդիկ ձեզ ասում են, որ դուք գողացել եք մանդատները, որ դուք ցավանքարությամբ եք զբաղվում, դուք խլեցիք ԲՀԿ-ի ձայներն ու մանդատները։ Հազարավոր մարդիկ, որոնք որ ձայն են տվել այդ քաղաքական ուժին եւ ինքը այդ քաղաքական ուժը անցողիկ շեմը հաղթարել էր, ըստ գնահատականների, ակտիվ այդ ուժի գնահատականների, ասում են, որ Հովակիմյան Վահագնը իր թիմով այստեղ տիկին ունեն մյուսները նստած, բոլորով միավոր խլեցիք իրենց մանդատները, անտեսեցիք, ոտնահարեցիք, ոտնատակ տվեցիք հազարավոր մարդկանց քաղաքացիների ձայները։ Հիմա դուք ինչ եք վիրավորվում։ Եթե Մուկուչյանը երևի նայում ասում է ոնց։ Ես ուզում եմ ասեմ, դուք հարց եք, ես հասկանում եմ, դուք քաղաքական գործունեությամբ եք ցանկանում Չէ, կարծում որ ինձ առաջարկները իրականորեն չեմ ուզել, որ ուզենա այս բախի մանրին կտեք, բարեբախտաբար չեք տա։ Պարոն դուք կարող եք ազատ եք զբաղվել հանրային գործունեությամբ, ես լրագրությամբ դուք պարոն իմ ընկալմամբ դուք հանրային գործունեությամբ եք զբաղվում, որը լրագրության հետ դա ձեր կարծիքն է, ես բոլորս խոսքը շարունակեցի դուք լսեք, դուք ինքներդ եք, դուք ոչ մյուսները, դուք ինքներդ եք լրագրողի մասնագիտությունը ձեր վարքով Պարոն այդ մասներում հարգելի
Հարգելի պարոն Մակարյան ջան, երբ որ հարց եք տալիս, բարի եղեք լսել պատասխանել։ Եվ խնդրում եմ ձեր բարքով լրագրողի գործը մի վերածեք, այսպես ասենք, Պաշտոնյաների հետ կռիվանով կամ բանավիճով մասնագիտությամբ։ Ես կրկնում եմ, պարոն Մակարյան, ես հիմի հենց ձեր հարցին եմ պատասխանում, եթե համբերություն ունենաք լսելու, համբերություն ունեցեք, պարոն Մակարյան, համբերությունը գիտեք ինչ բան է։ Կամ պատասխանեք հարցին կամ ասեք։ Պարոն Մակարյան, հետ եմ ասում, պարոն Մակարյան, ես ուզում եմ պատասխանել, դուք անդադ զուգահեռ խոսում եք։ Պարոն Մակարյան, կնի իմ պատասխանը դուք չորոշեք ինչ պիտի պատասխանեք։ Կրկնում եմ, պարոն Մակարյան, Պաշտոնյաների այդ վիճելը դա լրագրողություն չի։ Ես Փառք Աստծու եղել եմ թերթի լրագրող, ինչ-որ գրել եմ, ի տարբերություն, ասենք, ներկայիս ունակ կայքերի ես աշխարհի, ոչ բան ջնջված չի։ Ու ես երբեք, այո, սուր հարցեր շատ եմ տվել, իմ որովնեին մեղել եմ ամենասուր հարցեր տվել, բայց երբեք իմ հարցերի մեջ դիավորանք չի եղել ու ձեր հարցը հարց չէր, ձեր հարցը դիավորանք էր, ձեր հարցը ամբողջությամբ, պարոն Մակարյան, ասեք, որ բառներ դիավորանք, հենց ման ներողություն խնդրեմ, կարող եք լրել, հարց եք տվել, ունեցեք դուք ձեզ հարգեք, ես կարող եմ լրել, ես կարող եմ տղամարդկային, ասեք, որ Պարոն Մակարյան, եկեք բան անեք, մյուսներին հնարցեք, վերջում կարող եք մնալ, ձեր օնլայնը կմիացնեք, բանավեճը կծավալեք։